Վարդան Ղուկասյանն է եկել քվեարկելու։ Ղուկասյան։ Ինչ կա, երեխեք ջան, Որ ընտրվեք քաղաքապետելի զրահապատով եք, թե Հիմա դա քեզ ինչ կարևորը դες խառնվել է։ Հա, այնքան ժամանակ եմ զրահապատ մեքենայով պատդվելու, մինչև այն 2007 թվականի սպանությունները չի բացահայտվում։ Երբ որ 2007 թվականի 4 տղայի եւ քաղաքապետ, փոխքաղաքապետի գործերը բացահայտվեց, այդ ժամանակ էլ զրահապատ մեքենայով չենք պատդվի։ Պարոն Ղուկասյան, ասում են, որ ԿՊ-ն ձեզ թիրախավորում է, ասում են դուք լինեք չեք վախեն, հա։ Որ ասենք պատկերացրեք։ Հարց բռնելուց։ Ինչի՞ եք վախենում։ Պարոն Ղուկասյան, Վախենում ենք, որ գործերը բացահայտված չէ դրա համար, այսինքն հանցագործները դուրսն են։ Հասկանալի է։ Ղուկասյան ասում են ԿՊ-ի համար հարմար տեխնացու է։ Որ ինչ։ Որովհետև ձեր վրա լիքը քրեական գործեր կան, վերջում դրանցով ճնշելու են եւ Վանաձորի սցենարը կրկնվելու է Գյումրին։ Ուրեմն իշխանազավթվելու։ Մտքով ուղեղով որ մտածում ես, ճիշտ են մտածում, բայց ինձ ճանաչելով չեն կարող այդպես բան մտածել, որովհետև ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը կարող է այդպեսի բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս է կդրվի, ձեռքս է կդրվի։ Ինձ համար ամենաբարձրը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդն է։ Բարի։ Թողնս ստացնեն ինչ է բադայել։ Թողնս ինչ անենք։ 18 թվին չգիտեք, որ հայրենիքի դավաճաններ են գալու։ Ինչ 18 թվական։ Է որ գոռում եք ճվա։ Ուրեմն ասեմ քեզ, ուրեմն ուշադիր լսի։ Ուրեմն 18 թվականին, որ ասում էի քայլ արա Մերժի Սերժին, ուրեմն շատ ճիշտ եմ արել, որովհետև չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկավար եւ չգիտեի, որ այդ ղեկավարությունը բերել է այսօրվա ԿՊ-ին, Նիկոլին, եւ չէի պատկերացնում, որ երկուսը իրար հետ համագործակցված այդպես աշխատում են։ Եթե գիտենայի, ուրիշ ձևի կանեի, բայց չէի ուզում, որ նախկինը մնար։ Ես դա բարձրաձայն ասում եմ, եւ դուք էլ այդ կանեք խառնվում, որ այնպես ցես ցավ է։ Ուրեմն ես եկան, այլ սպասի։ Ղուրբաներն իմ ձեր ջանին։ Ուրեմն դե հիմա ասեմ 2007 թվականին էր դա, երբ որ ասում էի, ուրեմն հիվանդանոցից եկած իմ տեսքս տեսնում եք եւ ես ինձ ասում էին, թե գիտեք ինչ կա, հանրապետական կուսակցության ուրեմն թշնամիներն են ցես խփել, բայց ակածվեց է ես զգում էի, թե ուր է, հետո դրանից հետո հասկացանք, թե ուր է գնում այդ պոչը եւ դրա համար մենք լավ մինչեւ հիմա հասկանում ենք, թե ով կարող էր դա արած լիներ, հասկանալի է։ Եվ ես քաղաքապետ էի, ուրեմն այն ժամանակ չէի ուզում ընդհանրապես կուսակցական պատկանելություն ունենայի, բայց կուսակցությունները անատներին խեղդում էին։ Մի խոսքով իրանց խնդրանքով դարա հանրապետական։ Եվ ես 2007-ից մինչև 2012 թվականը հանրապետականի նիստերին ոչ մեկին չեմ մասնակցել, ոչ ուրեմն անդամավճար եմ մուծել, ոչ էլ ես ինձ կուսակցական եմ դասել։ Հետո այդքան ինչ ես ցավում, դու որ կառույցնես, որ այդպես հանրապետական ես։ Չէ, հա, ես գոնեմ որ հանրապետական ես։ Հələ մի րոպե երեխա, հələ մի րոպե սպասեք, մեկը դասեք, հասկանամ ինչ եք ասում։ Շանսեր ինչպես է գնահատում եւ ընդդիմության միավորումը հավանական համարում եք պատրաստ։ Միանշանակ ընդդիմությունը ուրեմն այսպես, ես բարձրաձայնել եմ եւ ասել եմ, ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան, եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցում է։ Բայց քննարկել եք արդեն այդ թեմայով մյուսը։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես ուրեմն այնպես կանեմ, որ բոլորը կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը, ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ են անում։ Մի քանի ընդդիմադիրներ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի է ու առաջարկեն ինձ, ու իմ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ։ Եթե մի քանիսի ձայները հավաքվում են ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են, գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք,
Այդ բոլորի ծիծաղը կգա։ Այդ ժամանակ Գյումրեցի քսե էպած հավի խնդալը կուկա։ Իսկ ասում են դուք հոթելի տեխնացու եք, պարոն Ղուկասյան։ Ես քեզ չեմ պատասխանում։ Ինչի ասում են, ԿՊ-ն ասում է, որ մնարիմինալ բարգել։ Մի րոպե սպասեք, տղա ջան։ Հետո մի քիչ տարական քաղաքավարություն ունեցեք, ու հետո բանկա այսքան մարդը թողել եք, մենակ դու ղժում եք։ Սպասի մի հատ, հա։ 3 անգամ ասեցի։ 3 անգամ ասեցի, թող մնացածներ ասեն։ Միակ սցենարը այն է, որ եթե ընդդիմադիր տեխնացուներից որևէ մեկը ձեզանից շատ է ձայն հավաքում, այդ ժամանակ նոր դուք ձեր ձայները կտակեք։ Մնացած բոլոր պարագաներում դուք չեք միանալու։ Միանշանակ չեմ միանալու։ Միանշանակ։ Եթե ինձ հանգարցակի բանդարգեներ, ուրեմն այնտեղից իմ ավականիները անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը եւ շարունակելու են ես էլ թեկուզ եթե բանդարգված լինեմ այնտեղից եմ աշխատելու։ Հասկանալի է։ Այսինքն միանալու հետ կապված ԿՊ-ին միանշանակ մտքերից տանեք։ Հայաստանի Արցախը հանձնողների հետ եթե ինձպես տղեն միանում է, ուրեմն իմ արունը սուդ է։ Սարիկ Հասկանալի։ Մինասյանն ասում է ինքը բացարձակ առաջատար է։ Ով է ասում։ Սարիկ Մինասյանը։ Դե կաբրեն կտեսենք, մի քիչ համբերեն կտեսենք ու ամբողջ քաղաքը դուք տեսել եք։ Դուք ընդրա ուրեմն հանդիպումների ժամանակ դուք տեսել եք թե ով ձայն ունի, ոնց ունի, դուք ամեն ինչ գիտեք։